ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին արծարծել է Կուբայում միջամտության հնարավորությունը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների նախագահները տասնամյակներ շարունակ դիտարկել են այդ հարցը, բայց հնարավոր է, որ դա անի հենց ինքը։ Ավելի վաղ Վաշինգտոնը մեղադրանք էր առաջադրել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոին 1996 թվականին կուբացի միգրանտների Մայամիում տեղակայված հումանիտար կազմակերպության երկու քաղաքացիական փոքր ինքնաթիռ խոցելու համար, որի հետևանքով զոհվել է ԱՄՆ 4 քաղաքացի։ Իր հերթին պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը նախընտրում է դիվանագիտական ճանապարհով լուծել Կուբայի հետ տարաձայնությունները, սակայն դրա հնարավորությունը մեծ չէ։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Կուբան ազգային անվտանգության սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար, հավելելով նախագահ Թրամփն իրավունք եւ պարտավորություն ունի պաշտպանելու երկիրը ցանկացած սպառնալիքից։ Կուբայի արտգործնախարարն արձագանքել է, նշելով Ռուբիոն ստում է, որպեսզի հրահրի ռազմական ագրեսիա, որը կհանգեցնի արյունահեղության։ Բրունո Ռոդրիգեսը շեշտել է, Կուբան երբեք սպառնալիք չի եղել ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Նրա խոսքով հենց Վաշինգտոնն է իր նավթային շրջափակմամբ համակարգված ագրեսիա իրականացնում կուբացի ժողովրդի նկատմամբ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ լրացուցիչ 5000 զինվոր է ուղարկում Լեհաստան։ Դոնալդ Թրամփի խոսքով այս որոշումը պայմանավորված է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ լավ հարաբերություններով։ ԱՄՆ պատերազմի նախարարությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ չեղարկում է Լեհաստանում 4000 զինծառայողի պլանավորված տեղակայումը։ Ավելի ուշ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել էր, որ սա նախատեսված տեղակայման ժամանակավոր հետաձգում է եւ ԱՄՆ-ն կշարունակի ապահովել Լեհաստանում իր ուժեղ ռազմական ներկայությունը։ Մայիսի սկզբին հայտարարվել էր, որ Գերմանիայից դուրս կբերվի 5000 ամերիկացի զինծառայող այդ երկրի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Իրանի հարցում տարաձայնությունների ֆոնին։ Թրամփը չի մանրամասնել, արդյոք Լեհաստանում կտեղակայվեն Գերմանիայից դուրս բերվող զինծառայողները, թե նոր զորակազմ կուղարկվի։ Եվրոպայում ամենամեծ թվով ամերիկյան զորքեր տեղակայված են Գերմանիայում, ավելի քան 36000 զինծառայող։ Իտալիայում տեղակայված է 12000 ամերիկացի զինծառայող, Մեծ Բրիտանիայում 10000, Լեհաստանում եւս մոտ 10000։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ չնայած շրջափակմանը եւ ամերիկյան ուժերի կողմից Պարսից ծոցում աննախադեպ անապահովության ստեղծմանը, վերջին մեկ օրում Հորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում լցանավեր եւ բեռնարկղային նավեր։ Նավերի անցումը համակարգել են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը։ Իր հերթին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է եւ մայիսի 21-ի դրությամբ Սենտկոմը վերաուղղորդել է 94 առևտրային նավ, շարքից դուրս բերել 4-ը։ Եմեն հնարավոր է համարում Կիևի անդամակցությունը միությանը մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Իզվեստիայի հետ հարցազրույցում Եվրախորհրդարանում Ուկրաինա-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Պեկա Տովերին հայտարարել է, որ այդ գաղափարը մեծ աջակցություն ունի։ Նա նշել է, որ Եմեն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ, նույնիսկ եթե Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շարունակվի բաց հակամարտությունը։ Տովերիի խոսքով, եթե դա չարվի, ապա դա Ռուսաստանի համար բացահայտ հրավեր կդառնա շարունակելու հակամարտությունը որպես Արևմուտքի հետ Ուկրաինայի ինտեգրումը կանխելու միջոց։ Պաշտոնյան հավելել է, ԵՄ երկրները ներքաշված չեն լինի Մոսկվայի հետ բացահայտ հակամարտության մեջ, քանի որ նրանցից որոշներն անդամակցել են միությանը, ունենալով տարածքային վեճ Ռուսաստանի հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել է ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհել Ուկրաինային մինչև լիարժեք անդամակցությունը։ Ըստ նրա, այդ նախաձեռնությունը կնպաստի ռուս-ուկրաինական բանակցություններին, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի անվտանգությանը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։